Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Գլենդելում մեկնարկել է քաղաքային ընտրությունների ակտիվ փուլը։ Մինչ պաշտոնական առաջադրման ժամկետի ավարտը դեռ ժամանակ կա, քաղաքում արդեն ձևավորվում է քաղաքական օրակարգը եւ հնչում են առաջին ծրագրային հայտարարությունները։ Հունիսի 2-ին կայանալիք քաղաքային ընտրություններին ընդառաջ տեխնացուները ներկայացնում են իրենց տեսլականը եւ առաջնահերթությունները։ Տեխնացուների թվում է Էվելինա Սարյանը, որն արդեն սկսել է համայնքի հետ մեծ հանդիպումները։ Հունիսի 2-ին Գլենդել քաղաքում կկայանա քաղաքային ընտրություն, որի ընթացքում բնակիչները քվեարկելու են տեղական ինքնակառավարման մի շարք պաշտոնների համար, այդ թվում քաղաքային խորհրդի անդամների ընտրության շրջանակում։ Տեխնացուների առաջադրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 6-ն է, սակայն ինչպես սովորաբար լինում է, շատ տեխնացուներ չեն սպասում վերջին օրվան։ Դեռևս դեկտեմբերին Էվելինա Սարյանը հայտարարել էր իր առաջադրման մասին, իսկ այսօր տեղի ունեցավ նրա առաջին հանդիպումը ավելի լայն հանրության հետ։ Տիկին Սարյանի խոսքով Գլենդել քաղաքին անհրաժեշտ է նոր շունչ եւ նոր մոտեցում։ Նա ներկայացրել է իր տեսլականը եւ առանձնացրել 3 առանցքային ուղղություն, որոնք ընտրվելու դեպքում կդառնան նրա աշխատանքի հիմքը։ Մեր քաղաքի անվտանգության խնդիրը փողոցներում թե տներում։ Երկրորդ, փոքր բիզնեսների աջակցություն։ Երրորդ, մեր ընտանեկան գաղափարների ամրապնդում եւ օժանդակություն, որ ել ավելի ընտանիքները իրենց հարմարավետական այս երկրում։ Այս տարի ավարտվում են գործող քաղաքապետ Արան Նաջարյանի, ինչպես նաև քաղաքային խորհրդի անդամներ Դեն Բրոդմանի եւ Էլենա Սատրյանի ժամկետները։ Այսպիսով առաջիկա ընտրություններում քաղաքային խորհրդում թափուր են դառնում 3 տեղ, որոնց համար էլ սպասվում է քաղաքական պայքար։ Էվելինա Սարյանը համայնքում հայտնի գործիչ է։ Նա նշում է, որ քաղաքային խորհրդում առաջադրվելու գաղափարը ծնվել է իր եւ ամուսնու, բժիշկ եւ բարերար Մայք Սարյանի հետ համատեղ քննարկումների արդյունքում, որպես քաղաքին ավելի մեծ ներդրում ունենալու հնարավորություն։ Don't ask what country can do for you, ask what I can do for my country։ Հսկա խոսքը Կենեդին։ Այո։ Ամեն մեկ հայ ինչ կրնա, Ինչ կարող ես դու անես։ աս քաղաքի մեջ, ես կրնամ ովևէ քաղաքի մեջ ապրի։ Ես զադեցի Գլենդելը, որպես իմ քաղաքս almost 29 տարի։ Աս քաղաքի մեջ կապիմ։ Ես աս քաղաքը կուզեմ, որ լավ քաղաք լա, ապահով քաղաք լա։ Լա ընտանեկան քաղաք, ոչ թե որ դարբեր զայրահայական անունով։ Մեր ժողովուրդը ընտանիքի ժողովուրդ է։ Հայությունը եւ ընդհանրապես ոչ հայերը family value ունի։ Մենք ուզենք որ ասկակ ունենա family value, ընտանիք ունենա։ Հանդիպման ընթացքում Տիկին Սարյանը բարձրաձայնել է համայնքին հուզող հիմնական խնդիրները եւ ներկայացրել դրանց լուծման հստակ ուղիներ։ Նա ընդգծել է, որ պատրաստ է աշխատել Գլենդելի բոլոր բնակիչների համար անկախ ազգային պատկանելությունից եւ իր նպատակը քաղաքում բարօրության եւ կյանքի որակի բարձրացումն է։ Մասնավոր զրույցների ընթացքում եւս քննարկվել են համայնքում առկա խնդիրները, որոնք ընդունվել են ի գիտություն հետագայում դրանց լուծմանն ուղղությամբ աշխատանք տանելու նպատակով։ Լրագրողների զրույցում Էվելինա Սարյանի ամուսինը Մայք Սարյանը իր անձնական օրինակով է կոչ արել Գլենդելի բնակիչներին մասնակցել ընտրություններին եւ աջակցել Էվելինա Սարյանին։ Ինչպես դուք գիտեք, ես զադեցի Էվելինային լայն դիգինս։ So երբ որ ես իրեն զադեցի լա դիգինս, ես շատ researcher ածեի, որ անցին համար ամենալավը դելա։ Զադեցի ամենալավ հային, ամենալավ դիգինին, ամենալավ մայրին։ So գուզեմ որ նման համայնքը դիգու կակնի Էվելինային գողքին եւ ընդրե իրեն հունիս 2-ին։ Վերջին շրջանում շատ է խոսվել դոկտոր Մեհմեդ Օզի մասին, հատկապես նրա հայ համայնքին վերաբերող խտրական հայտարարություններից հետո։ Բժիշկ Մայք Սարյանը, տեղեկանալով դրա մասին, ձեռնամուխ է եղել պարզաբանում ստանալու։ Առաջինը, որն արել է պարոն Սարյանը, հեռախոսազրույց է ունեցել առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Ռոբերտ Քենեդի Կրտսերի հետ, իսկ առաջիկայում հանդիպում է սպասվում դոկտոր Օզի հետ։ Մեզի համար, ինձ համար հատկապես եւ իմ նանիքս համար կարեւոր է որ հայության անունը բադվավոր լա։ Բադիվի դեր լա մենք։ Բարձր բադիվի մեջ լա։ Երբ որ դեսա այդ վիդեոն որ ազը ռազը կացերեր վենայս եւ մեր հայության թեմ բադ բաներսելով մեզի համար շատ ցավալի էր ադիգա։ Չի նշանակը որ եթե մի քանի հայեր կան որոնք բադ գործեր ածեն, կնշանակը որ նման համայնքը բադ է։ Այդ նույն կորձը ուրիշ համայնքներում մեջ նագա։ Ինչու անոս մասին չսեր եւ մեր մասին ասելն է։ Հատկապես քաղաք Թուրքի բնակնանգու մեգեմը շատ ցավալի էր ինձ եւ ես գրեցի Բաբի Քենեդին, աչի զանգեցի սկիզբը եւ խոսեցա։ Վերջեն ինքը ազը զանգեց կուզեի որ հանդիպիլ։ Ես կուզեմ որ ազը թողկա մեր համայնքի մեջ եւ հավաքեմ բոլոր հայ բժիշկները, հայ իմ բարեկամներս, իմ գործակալներս միասին խոսենք թե ով է այս բան անձը, ինչ որ գսե որ հայության մասին եւ ներողություն թողտրեմ մեր ժողովրդին։
Միացյալ Նահանգներում ուժի մեջ են մտել SNAP սննդային օգնության ծրագրի աշխատանքային նոր պահանջները, սակայն դրանց կիրառումը տարբեր է կախված նահանգից եւ տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Նոր դաշնային օրենքով այժմ պարտադիր է աշխատել, կամավորություն անել կամ մասնակցել վերապատրաստման ծրագրերի։ Նախկինում դա տարածվում էր 18-ից 54 տարեկան աշխատունակ չափահասների վրա, այժմ այն ներառում է նաեւ 55-ից 64 տարեկան անձանց եւ այն ծնողներին, որոնց երեխաները 14 տարեկանից բարձր են։ Պահանջը կազմում է ամսական առնվազն 80 ժամ աշխատանք կամ համարժեք հաստատված գործունեություն։ Եթե անձը չի կատարում այդ պահանջը, ապա նա կարող է ստանալ SNAP նպաստը 3 տարվա ընթացքում, միայն 3 ամիս։ Սակայն եթե անձը աշխատում է կամ մասնակցում է թույլատրելի ծրագրի, նա կարող է շարունակաբար ստանալ նպաստը ամբողջ տարվա ընթացքում առանց որևէ եռամսյակային կամ ժամանակային սահմանափակման։ Այնուամենայնիվ, դաշնային օրենքը թույլ է տալիս նահանգներին ստանալ ժամանակավոր ազատում այս պահանջներից, եթե տվյալ նահանգում կամ որոշ շրջաններում գործազրկության մակարդակը բարձր է կամ աշխատատեղերի հասանելիությունը սահմանափակ։ Այս պահին մի շարք նահանգներ ունեն լիարժեք կամ մասնակի ազատումներ։ Դրանց թվում է նաև Կալիֆոռնիան մինչև 2027 թվականի հունվար ամիս, ինչպես նաև որոշ շրջաններ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Օրեգոնում եւ այլ նահանգներում, որտեղ գործազրկության ցուցանիշները բավարարում են ազատման չափանիշներին։ Այդ նահանգներում STEP ստացողներից չի պահանջվի պարտադիր աշխատանք եւ 3 ամսվա սահմանափակումն էլ չի կիրառվի։ Տեքսասում աշխատանքային պահանջներն ուժի մեջ են մտնել 2025 թվականի հոկտեմբերին եւ որոշ մարդիկ արդեն կորցրել են նպաստը 3 ամիս անց։ Ալյասկայում, Կոլորադոյում, Ջորջիայում, Հավայան կղզիներում եւ մի շարք այլ նահանգներում 3 ամսվա հաշվարկը սկսվել է 2025 թվականի նոյեմբերին, ինչը նշանակում է, որ այնտեղ նպաստների դադարեցումը կարող է սկսվել շուտով։ Իլինոյսում եւ Օհայոյում օրինակ պահանջներն ուժի մեջ են մտել այս կիրակի, իսկ փաստացի ազդեցությունը կարող է զգացվել մայիսից։ SNAP ծրագրից օգտվում է շուրջ 42 միլիոն մարդ, հիմնականում աղքատության շեմից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում։ Ամսական միջին նպաստը մեկ անձի համար կազմում է մոտ $190։ Մի մոռացեք բաժանորդագրվել եւ հավանել մեր նյութերը, դա շատ կարեւոր է մեզ համար։ Շարունակենք։ Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը $100 միլիոն կուղղի նոր փորձնական ծրագրի իրականացմանը, որը միաժամանակ կանդրադառնա անօթևանությանը ու թմրամիջոցների կախվածությանը ու կգործի 8 քաղաքում։ Ծրագիրը զարգացնում է այն գործադիր հրամանը, որը նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր նախորդ շաբաթ կախվածությունների դեմ պայքարի շրջանակում։ Քենեդին հայտարարություն արել է թմրամիջոցների չարաշահման եւ հոգեկան առողջության ծառայությունների վարչության SAMHSA-ի ամենամյա կանխարգելմանոր միջոցառման ընթացքում, նշելով, որ Միացյալ Նահանգների առողջապահության նախարարությունը այսուհետև նաեւ կրոնական կազմակերպություններին կդարձնի իրավասու կախվածությունների դեմ պայքարի դրամաշնորհներ ստանալու համար։ Բացի այդ, նահանգներին կտրվի ավելի լայն հնարավորություններ որոշ դեպքերում դաշնային առողջապահական միջոցներն օգտագործել երեխաների հետ կապված կախվածությունների բուժման նպատակով։ Դաշնային վիճակագրական տվյալները նաև ցույց են տալիս, որ նախորդ տարվա ընթացքում թմրամիջոցների չափից մեծ օգտագործումից մահացությունների ցուցանիշը նվազել է, ինչը կարող է վկայել տասնամյակներ շարունակ խորացող համաճարակի թուլացման մասին։ Այսօր Քենեդին մասնակցել է նաև մեկ այլ միջոցառման հոգեկան առողջության եւ կախվածությունների թեմայով երկկուսակցական նախաձեռնության մեկնարկին, որը նախաձեռնել է նրա զարմիկը նախկին կոնգրեսական Փաթրիկ Քենեդին։ Թեև նրանք տարբեր ճամբարներում են 2024-ի նախագահական ընտրությունների ընթացքում, կողմերը հայտարարել են, որ հոգեկան առողջության եւ կախվածությունների հարցը քաղաքական սահմաններից վեր է։ Նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արել ներկայացուցիչների պալատին հնարավորինս արագ ավարտել դաշնային կառավարության մասնակի փակումը, սակայն թե հանրապետականները, թե դեմոկրատները դեռևս պատրաստ չեն առանց լրացուցիչ քննարկումների հաստատել այն ֆինանսավորման փաթեթը, որը նախագահը նախորդ շաբաթ համաձայնեցրել էր Սենատի հետ։ Դեմոկրատները հրաժարվում են տրամադրել այն ձայները, որոնք անհրաժեշտ են պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին օրինագիծն առաջ մղելու համար։ Մինեապոլիսում երկու ամերիկացիների մահվան ելքով միջադեպերից հետո նրանք պահանջում են սահմանափակումներ ներգաղթի վերահսկման գործողությունների վրա։ Այս իրավիճակում Ջոնսոնը ստիպված է ապավինել հանրապետական կուսակցության իր նվազագույն մեծամասնությանը, սակայն այդ ճամբարում եւս կան դժգոհություններ համաձայնագրի բովանդակության վերաբերյալ։ Քվեարկությունը կարող է սկսվել վաղը, ինչը կլինի կառավարության մասնակի փակման 4-րդ օրը։ Շաբաթ օրը ֆինանսավորումը դադարեցվել է Պենտագոնի, ներքին անվտանգության նախարարության եւ մի շարք այլ գերատեսչությունների համար։ Թեև դրանց մեծ մասի գործունեությունը համարվում է կենսական եւ շարունակվում է, որոշ դաշնային աշխատակիցներ կարող են մնալ առանց աշխատավարձի կամ ուղարկվել պարտադիր արձակուրդի։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ իր կուսակցությունը պատճառ չի տեսնում օգնելու հանրապետականներին օրինագիծը ընթացակարգային փուլով առաջ տանելու հարցում։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակը դեմոկրատներին տալիս է լծակ, պահանջելու ներգաղթի վերահսկման գործողությունների էական փոփոխություններ։ Միևնույն ժամանակ որոշ դեմոկրատներ շեղվում են կուսակցության ղեկավարության դիրքորոշումից, պնդելով, որ ֆինանսավորման փաթեթը պետք է հնարավորինս արագ ընդունվի կառավարության գործունեության խաթարումից խուսափելու համար։
իր հերթին հանրապետականները նույնպես առաջ են քաշում սեփական պահանջները։ Ներկայացուցիչների պալատի պահպանողական թևը պահանջում է ներքին անվտանգության նախարարության լիարժեք ֆինանսավորում, իսկ որոշ օրենսդիրներ փորձում են օրինագծում ներառել նաև Save Act-ը, որը կպահանջի քաղաքացիության ապացույց ընտրությունների մասնակցելու համար։ Սա վերջին ամիսների ընթացքում երկրորդ դեպքն է, երբ կոնգրեսում բյուջետային գործընթացը վերածվում է քաղաքական ճնշման գործիքի։ Նախորդ տարի աշնանը նման հակասությունները հանգեցրել էին դաշնային կառավարության պատմության ամենաերկար 43-օրյա փակմանը։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ Մինեապոլիսում գործող բոլոր դաշնային ծառայողները ներառյալ այսի աշխատակիցները անհապաղ կստանան մարմնին փակցվող դիտարկման տեսախցիկներ։ Նոեմի խոսքով տեսախցիկների ծրագիրը փուլային կընդլայնվի ամբողջ երկրում ֆինանսավորման հասանելիության պայմաններում։ Նա նշել է, որ նախարարությունը արագորեն ձեռք կբերի եւ կտեղակայի տեսախցիկներ ներքին անվտանգության նախարարության իրավապահ ստորաբաժանումներում ամբողջ ԱՄՆ տարածքում։ Այս որոշումը կայացվել է Մինեապոլիսում դաշնային ծառայողների գործողությունների շուրջ աճող հանրային եւ քաղաքական ճնշման ֆոնին։ Քրիստի Նոեմի հայտարարությունն էլ հաջորդում է նաև նախագահ Դոնալդ Թրամփի վերջին դիրքորոշմանը։ Նա ասել էր, որ որոշումը թողնում է նախարարի հայեցողությանը, սակայն հավելել, որ ընդհանուր առմամբ տեսախցիկները օգտակար են իրավապահների համար, քանի որ այն օգնում է պարզել իրականում տեղի ունեցածը։ 5 տարեկան Լիամ Ռամոսը վերադարձել է տուն Մինեապոլիս։ Ավելի վաղ դաշնային դատավորը կարգադրել էր նրան եւ հորը ազատ արձակել Տեքսասում գտնվող ներգաղթային կալանավայրից։ Հայրը որդի ձերբակալվել էին նախորդ ամիս Մինեսոտայում իրականացված ներգաղթային խուզարկության ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ նրանք Միացյալ Նահանգներ էին մուտք գործել օրինական ճանապարհով որպես ապաստան հայցողներ։ Տեքսասից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Խոակին Կաստրոն հայտնել է, որ անձամբ է վերցրել նրանց կալանավայրից եւ ուղեկցել Մինեսոտա։ Ազատ արձակվելուց մի քանի ժամ անց ցուցարարները հավաքվել են հաստատության մոտ պահանջելով փոփոխություններ ներգաղթային քաղաքականության մեջ։ Լիամի կապույտ նապաստակի տեսքով գլխարկով լուսանկարը, որտեղ նա կանգնած է իր տան առջև դաշնային գործակալների ներկայությամբ, լայնորեն տարածվել էր սոցիալական ցանցերում եւ առաջացրել հանրային լուրջ մտահոգություն ընտանիքի գործի եւ ներգաղթային ծառայությունների գործողությունների վերաբերյալ։ Կոլումբիա Հայցի դպրոցի շրջանի տվյալով Լիամը այն 4 աշակերտներից ընդամենը մեկն է, որը կալանավորվել է ներգաղթային ծառայության աշխատակիցների կողմից։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների պատմության առաջին ռազմավարական հազվագյուտ հանքանյութերի պահուստի ստեղծման մասին։ Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել ամերիկյան արդյունաբերությունը եւ միևնույն ժամանակ աշխատողներին կենսական նշանակություն ունեցող հանքանյութերով ապահովել շուկայի խափանումների կամ արտակարգ իրավիճակների դեպքում։ Նախագահի խոսքով, ինչպես տարիներ շարունակ գոյություն ունի ռազմավարական նավթի պահուստ, այժմ ստեղծվում է նաեւ քաղաքացիական արդյունաբերության համար նախատեսված հանքանյութերի պահուստ, որպեսզի Միացյալ Նահանգները երբեք չկանգնի պակասորթի առաջ։ Ծրագիրը նախատեսում է շուրջ 10 միլիարդ դոլարի ֆինանսավորում էքսպորտ-իմպորտ բանկի միջոցով, ինչպես նաև 2 միլիարդ դոլարի մասնավոր ներդրումներ։ Ըստ վարչակազմի նախագիծը կգործի առանց հարկատուների ուղիղ բեռի եւ ակնկալվում է, որ պետությունը նույնիսկ շահույթ կստանա վարկերի տոկոսներից։ Թրամփը ընդգծել է, որ վերջին 1 տարվա ընթացքում իր վարչակազմը արագացրել է հանքերի թույլատվությունների տրամադրումը, ներդրումներ է արել հանքարդյունաբերության մեջ եւ կնքել է կարևոր հանքանյութերի շուրջ համագործակցության համաձայնագրեր տարբեր երկրների հետ։ Նրա խոսքով, այս քայլերը կարևոր են ոչ միայն տնտեսության, այլև ազգային անվտանգության համար։ Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանին հայտարարել է, որ քաղաքը շարունակում է գործել արտակարգ կոդ բլու ռեժիմով, աննախադեպ սրտի պատճառով, որն արդեն դարձել է քաղաքի պատմության ամենաերկարատև սառը շրջանը։ Քաղաքում գրանցվել է առնվազն 16 մահ, որոնց մեծ մասի դեպքում նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել հիպոթերմիան։ Քաղաքապետը նշել է, որ յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է եւ ընդգծել, որ քաղաքային իշխանություններն անում են ամեն ինչ խոցերի բնակիչներին պաշտպանելու համար։ Քաղաքային ծառայությունները շարունակում են աշխատել շուրջօրյա ռեժիմով։ Քաղաքում գործարկվել են տաքացման կենտրոններ, շարժական տաքացվող ավտոբուսներ եւ հատուկ բժշկական անձնակազմով համալրված շարժական ստորաբաժանումներ։ Մամդանի խոսքով ամեն ինչ արվում է, որ դրսում ոչ ոք չգիշերի։ Միևնույն ժամանակ քաղաքապետը կոչ է արել բնակիչներին լինել ուշադիր միմյանց նկատմամբ, հատկապես տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ ջեռուցման խնդիրներ ունեցող ընտանիքների նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ վտանգի մեջ գտնվող անձանց մասին կարելի է զանգահարել եւ տեղյակ պահել 311 հեռախոսահամարով եւ քաղաքային ծառայությունները անմիջապես կարձագանքեն։ Լարվածությունը Թեհրանի եւ Արևմուտքի միջև շարունակվում է աճել։ Միացյալ Նահանգները մեծացրել է ռազմածովային ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանին, եթե պաշտոնական Թեհրանը չհամաձայնի միջուկային համաձայնագրի։ Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ տարածաշրջանային լայնածավալ հակամարտություն կարող է բռնկվել, եթե Միացյալ Նահանգները հարված հասցնի Իրանին։ Կիրակի Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ելույթը, որտեղ նա հայտարարել է, որ երկիրը չի վախենում սպառնալիքներից։ Խամենեին ընդգծել է, որ Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու ցանկություն չունի, սակայն ուժգին հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի կամ կսադրի։
Երեկ Մարալագոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությանը, նշելով, որ նման հայտարարությունները սպասելի են նման իրավիճակներում։ Նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այժմ տարածաշրջանում ունի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմերից մեկը եւ գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Նրա խոսքով Վաշինգտոնը նախընտրում է հարցի դիվանագիտական լուծումը եւ հույս ունի համաձայնության հասնել Իրանի հետ։ Նախագահն ասել է, որ եթե կողմերը կարողանան գալ բանակցային համաձայնության, հնարավոր կլինի խուսափել ռազմական սցենարից։ Սակայն ըստ նրա, եթե գործարք չկնքվի, ապա կպարզվի, արդյոք Իրանի առաջնորդի հայտարարությունները տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին համապատասխանում էին իրականությանը, թե ոչ։ Պենսիլվանիայի Փանքսատոնի քաղաքում անցկացվող ավանդական Groundhog Day-ի արարողության ընթացքում հայտնի արչամուկը Փանքսատոնի Ֆիլը կրկին կանխատեսել է ձմռան շարունակությունը։ Առավոտյան այսօր Ֆիլը տեսել է իր ստվերը, ինչը ըստ ավանդույթի նշանակում է առնվազն եւս 6 շաբաթ ձմեռային եղանակ Միացյալ Նահանգներում։ Տասնյակ հազարավոր մարդիկ, չնայած ծայրահեղ ցրտին, հավաքվել էին արարողությանը մասնակցելու համար։ Ջերմաստիճանը հասնում էր 0-ից ցածր թվերի, ինչի պատճառով այս տարի հրաժարվել էին Ֆիլի հետ բեմում լուսանկարվելու ավանդույթից։ Հանդիսատեսին պարզապես առաջարկվում էր շրջվել եւ ինքնանկար անել։ Groundhog Day-ի ավանդույթի համաձայն, եթե արչամուկը չի տեսնում իր ստվերը, սպասվում է վաղ գարուն, իսկ ստվերը տեսնելու դեպքում ձմեռը երկարաձգվում է։ Վիճակագրորեն Փանքսատոնի Ֆիլը ավելի շուտ կանխատեսել է հենց ձմռան շարունակություն, քան վաղ գարուն։ Այս ավանդույթը ունի ավելի քան մեկ դարյա պատմություն եւ արմատներ է ձգում եվրոպական 5 գյուղատնտեսական սովորույթներից։ Այն առավել հայտնի դարձավ 1993 թվականին նկարահանված Groundhog Day ֆիլմից հետո Բիլ Մյուրեի մասնակցությամբ։ Այսքանն այսօրվա համար։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։